Իսրայելի ռազմաօդային ուժերը հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը սկսել են հարվածել Իրանի ուղղությամբ։ Իսրայելական կողմից հարվածներ են հասցվել Նաթանզում և Ֆորդոյում գտնվող ուրանի հարստացման ձեռնարկություններին, Քերմանշահի և Խորեմ Աբադի հրթիռային բազաներին, ինչպես նաև Թեհրանին, Սպահանին, Թավրիզին և իրանական մյուս խոշոր քաղաքներին։ Հարվածների թիրախ են դարձել Իրանի զինված ուժերի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարությունը, ինչպես նաև այն գիտնականները, որոնք աշխատում էին միջուկային ծրագրի վրա։ Իրանական ԻՌՆԱ գործակալության տվյալներով հարվածների հետևանքով զոհվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին և ֆիզիկոս Մոհամմադ Մեհդի Թեհրանչին։ Զոհեր և տասնյակ վիրավորներ կան նաև Խաղաղ բնակչության շրջանում։ Իրանում վստահ են Իսրայելի կողմից Իրանի դեմ ագրեսիվ գործողությունները չէին կարող իրագործվել առանց ԱՄՆ-ի համակարգման ու թույլտվության։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է. Միացյալ Նահանգների կառավարությունը որպես այս ռեժիմի գլխավոր հովանավոր ևս պատասխանատու է սիոնիստական ռեժիմի արկածախնդրության վտանգավոր հետևանքների համար։ Աբբաս Արաղչին ՄԱԿ-ի անդամ երկրներին կոչ է արել անհապաղ և վճռականորեն դատապարտել Իսրայելի հանցավոր ագրեսիան և շտապ հավաքական գործողություններ ձեռնարկել։ Իրանական կողմից պատասխան գործողություններ կլինեն Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենին իր ժողովրդին ուղղված ուղերձում ասել է. Իրանը կոշտ կպատասխանի Իսրայելի գործողություններին և սիոնիստական ռեժիմը ծանր գին կվճարի։ Այս ռեժիմն իր համար պատրաստել է դառը ցավոտ ճակատագիր, որն անպայման կտեսնի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է գիշերը իսրայելական զինված ուժերի կողմից միջուկային ծրագրերի հետ կապ ունեցող օբյեկտների վրա Իսրայելի հարձակումը։ Մեր վարչակազմը նախկինի պես հավատարիմ է խնդիրների լուծման դիվանագիտական ճանապարհներին։ Իրանը չի կարող ատոմային ռումբ ունենալ և մենք հույս ունենք, որ կվերադառնանք բանակցություններին, սակայն Միացյալ Նահանգները կօգնի պաշտպանել Իսրայելին, եթե Իրանը հակահարված տա։ Թրամփը հայտարարել է նաև, որ նախապես իմացել է Իսրայելի պլանների մասին։ ԱՄՆ նախագահը վստահեցրել է, որ իր երկիրը ներգրավված չէ այս գործողություններում։ Իսրայելական կողմը մեկնաբանել է իր գործողությունները։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարությամբ է հանդես եկել. Իրանը ուրան էր կուտակել ատոմային 9 ռումբի համար և 3 տարվա ընթացքում մտադիր էր 9000 բալիստիկ հրթիռ արտադրել։ Իրանական իշխանությունների հռետորաբանության մեջ Իսրայելը միայն փոքր սատանա է, իսկ մեծ սատանան Միացյալ Նահանգներն են։ Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչ Էֆի Դեֆրին Իրանի դեմ հարձակման պատճառն ուրանի հարստացումն է համարում։ Կանխարգելիչ այս հարձակումը պայմանավորված է նրանով, որ Իրանն առավել քան երբևէ մոտ է միջուկային զենքի ստացմանը։ Իսրայել պետությունը թույլ չի տա ռեժիմին, որի նպատակն է վերացնել Իսրայել պետությունը, ունենալ զանգվածային խոցման զենք։ Իրաքի անվտանգության բարձրաստիճան աղբյուրներն էլ տեղեկացնում են. ավելի քան 150 իրանական անօդաչու թռչող սարք հատել է Իրաքի օդային տարածքը և ուղղություն վերցրել դեպի Իսրայել։ Իսրայելի բանակը հայտարարությամբ հաստատել է, որ Իրանը տասնյակ անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի ուղղությամբ ի պատասխան Թել Ավիվի աննախադեպ ռազմական գործողության, որի հետևանքով սպանվել են իրանցի ռազմական առաջնորդներ և միջուկային գիտնականներ։ Աշխարհի բազմաթիվ երկրներ դատապարտել են Իսրայելի հարձակումը Իրանի վրա։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել. Իրանի դեմ միակողմանի հարձակումը խորը մտահոգություն է առաջացնում, հատկապես բանակցությունների հաջորդ փուլին ընդառաջ այն սպառնալիքի տակ է դնում խաղաղ ջանքերը, ինչպես նաև ընդհանուր տարածաշրջանային կայունությունն ու գլոբալ խաղաղությունը։ Մենք դատապարտում ենք նման գործողությունները և կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները ու հետևել միջազգային իրավունքին։ Վերլուծաբանները տարածաշրջանում էսկալացիայի վտանգ են տեսնում, Իրանի պատասխանը մի քանի անգամ ավելի ուժեղ է լինելու։ Եթե ԱՄՆ-ն չզսպի Իսրայելին, ռիսկային վիճակում է հայտնվելու ողջ տարածաշրջանը, ներառյալ Հարավային Կովկասը։ Ադրբեջանը կօգտվի ստեղծված իրավիճակից, թե ոչ, քաղաքագետներն ու վերլուծաբանները ոչ մի սցենար չեն բացառում։ Հասմիկ Ֆահրադյան, Արման Լուր։